Իրավիճակը թեժանում է դատարանում, երբ դատախազները հրապարակում են սրբազան պայքարի գործով մեղադրական եզրակացությունը։ Ամոթ է, սուտ է, վանկարկում են դահլիճում գտնվողները, երբ դատախազները մեղադրանքում կարդում են ահաբեկչության նախապատրաստման մասին։ Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների գործը հիմնական դատալսումների փուլ է մտել։ Պլանավորել են կատարել ահաբեկչություն։ Մինչ այդ սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը դատարանում հայտարարում է, որ մեղադրողների ներկայացրած ձայնագրությունները, որոնք քրեական գործի հիմք են, պետք է փորձաքննություն անցնեն։ Սկսում է հիմքերից։ Սրբազանը համոզված է, հնարավոր չէ ապացուցել, թե ով է խոսում այդ ձայնագրություններում։ Այդ ձայնագրություն կոչվածների մեջ չկամ, թող մեկը ապացուցի ինչ-որ ձևով, որ ես եմ, կամ Իգորն է, կամ ովը, Տիգրանն է, կամ Հայկն է, կամ Կարոնը, կամ Արթուրն է, կամ Լիդիանը, որևէ մեկը։ Չկա, նման բան չի կարող ապացուցել լինել։ Ինչքան էլ ուզում է ձայնագրություն ներկայացնել, նախ չի կարող ապացուցել լինել, թե որ մեկն է դա, ով է ընդհանրապես, եւ երկրորդը չի կարող ապացուցել լինել, որ շատ ողջամիտ կասկածը, որ դրանք մեկը մյուսով սարքված, հավաքված ըստեղից ընդեղից երևույթներ չեն։ Հիմա սա մենք չենք քննում, գնում ենք քննելու ինչ-որ խոսակցություններ։ Բագրատ Սրբազանը դատարանում հայտարարում է, որ իր ձայնը չէ գաղտնալսված խոսակցություններում, հորդորում է հակառակն ապացուցող փաստեր ներկայացնել։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես այնտեղ չեմ եղել։ Վերջ։ Հիմա թե ինչ են ապացուցելու, ինչ փաստ են բերելու, չգիտեմ։ Ահաբեկչության նախապատրաստման համար մեղադրվող 9 ամիս ազատությունից զրկված խորհրդարանի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանը դատարանում հայտարարում է, որ այս դատավարությունը արդար չէ։ Սա քաղաքական պատվերավոր օգոստոսի 12-ին Բագրատ Սրբազանը եւ իր աջակիցները պետք է չլինեն ազատության մեջ, որ Ամերիկայում Զանգեզուրի միջանցք հանձներ Ալիևին, հիմա եկել է երկրորդ փուլը, պետք է ձգենք, այն որ դուք պետք է ձգենք մինչև հունիսի 7-ը, որ ընտրությունները անցնեն, որ դուք համոզված անկեղծ sense ձեր հայացքից են զգում, որ ասում եք Բագրատ Սրբազան, սպասեք, վերջում կտենաք, որ իմ կարծիքը ես անկեղծ հավատում եմ ձեզ։ Բայց հիմա այդ հավատալու իմաստը որն է, որ արդարություն չկա եւ մեզ պահում եք այս ծրագիրը իրականացնելու համար։ Падգամավորի ելույթը վիրավորական է համարում դատարանը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը անջատել է տալիս Արթուր Սարգսյանի խոսափողը, այդպես սահմանափակում նրա խոսքը։ Դատական հաջորդ նիստը ապրիլի 16-ին է։ Էդգար Ղուշչյան, Հերիկ Համազասպյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։